Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Վիլեն Գաբրիելյանին կփոխարինի Արտյոմ Մեհրաբյանը։ Հանձնաժողովի նախագահը նիստի ժամանակ ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին ղեկավարին հորդորեց, որպես ոլորտին քաջատեղյակ մարդ մասնակից լինել քննարկումներին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում ներքին գործերի նախարարությունը։ Դրանք ոչ միայն խստացումներ են, այլև կարգավորումներ հօգուտ երթևեկության մասնակիցների։ Ժամկետների իմաստով մենք որոշակի առումով բաց էինք թողում մի շարք վարչական իրավախախտումների արձանագրում, հատկապես մանր չափի թմրամիջոցների օգտագործման մասով եւ ըստ էության ստացվում էր պատժից խուսափելու որոշակի ունենում էինք այդպիսի դեպքեր։ Կարգավորումներից մեկն էլ վերաբերում է վարորդական իրավունք չունենալով տրանսպորտային միջոց վարելու դեպքում պատժից խուսափելու հնարավորությանը, որը տալիս է գործող օրենքը։ Որոշակիացումը հանգեցնելու է օրենքով նախատեսված հոդվածներով վարչարարության ճշգրիտ իրականացմանը։ Հայկ Սարգսյանը հարց ուղղեց վարորդական քննությունների ժամկետների մասին։ Մենք առանց վարորդականի վարելու իրավախախտման համար նախատեսված պատիժը խստացնում ենք, բայց պետք է սրան զուգահեռ նաև մեխանիզմ ունենանք, որպեսզի այն մարդիկ, ովքեր վարորդական չունեն, կարողանան հեշտ հերթագրվեն եւ գնան մասնակցեն տեսական եւ գործնական քննություններին։ Գործընկերս ուշեց, որ նաև ձեր առաջարկի հիման վրա նախագիծ է մշակված կառավարության որոշման, մենք կարող ենք ներկայացնել կամ առանձին արդեն քննարկել աշխատանքների այդ մասով, այդ հարցերը, այո, ներառված են նախագծի մեջ։ Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով կսահմանվեն բանակի սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները։ Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերժանտական համակարգը ներառում է շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունն ու ապահովում են սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Ուղղահայացությունը ուզում հասկանամ ո՞նց է լինելու։ Այսինքն կորպուսի հրամանատարին շրջանցումը կորպուսի սերժանտը եւ անմիջապես ենթարկվում բանակի սերժանտին։ Այս ուղղահայացը իրականացվում է հետեւյալ կերպ. գլխավոր շտաբի պետի կողմից սերժանտական համակարգին տրված հանձնարարականները գլխավոր շտաբի սերժանտի միջոցով իջնելու են այդպես ներքև եւ հասնելու են մինչեւ ջոկի սերժանտ։ Եվ այս ամբողջ կառավարման process-ը իրականացվելու է ըստ վերադասության սերժանտների միջոցով։ Սերժանտների առաջխաղացումը պետք է տեղի ունենա միայն վերապատրաստումներից հետո։ Հանձնաժողովի նախագահը առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում հրավիրել գլխավոր շտաբի պետի տեղակալին եւ քննարկել հարցի մանրամասները։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում երկրորդ ընթերցումից առաջ լրացումներ են կատարվել, որոնք միտված են կալանավորված անձի բժշկական գաղտնիության ապահովմանը։ Գեգամ Մանուկյանը հայտնեց. Խոսքը վերաբերում է անազատության վայրերին եւ շատ կարեւոր է այդ մարդկանց իրավունքները, հատկապես հաշվի առնելով վերջին 4 տարիներին նաեւ քաղաքական պայքարում հազարավոր մարդիկ հայտնվել են այդ վայրերում, մենք կողմ ենք քվեարկելու։ Քաղաքական պայքարով զբաղվելը երբեք ու ոչ մեկին չի ազատում իր կատարած հանցանքների համար պատասխանատվություն կրելու պարտադրականից։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին նաև մասնավոր պահնորդական գործունեության մասին եւ աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին օրենքների նախագծերը։ Օրակարգի բոլոր օրինագծերը ստացան դրական եզրակացություն եւ մտան լիագումար նիստերի օրակարգ։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։